Բարև ձեզ, Ֆակտոր TV հյուրը ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Թագոյ Ղազարյանը, բարև ձեզ, Տիկին Ղազարյան։ Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ մետրոյում Արցախից տեղանված կնոջ զրույցի բովանդակությանը գալը, ինչու է ձեր կարծիքով վարչապետը Հայաստանի ղեկավարը մատ թափ տալիս մունաթով կամ գորգորալով խոսում քաղաքացու հետ, այո, նա ներողություն հայցեց, բայց սա առաջին դեպքը չի, մենք տեսնում ենք մարզային այցերի ժամանակ թեժ զրույցներ քաղաքացիների հետ, երբեմն ձայնը բարձրացնում է, մունատ գալիս եւ այլն, ել չասած Ցեղասպանության թանգարանի կին տնօրենին սադրիչ ըստ էության անվանել, ասում են նա սադրել է, նշանակում է սադրիչ էր անվանում, չի խորշում ստացվում է նսեմացնելուց ընդ որում կանանց, որն է ձեր բացատրությունը։ Եկեք մի քանի մասի բաժանենք ձեր հարցը, որովհետև մարզային բանավեճերի մասին խոսեցիք, այո, վարչապետը քաղաքացիների հետ բանավեճի մեջ է մտնում, փաստարկում է, փորձում է իր դիրքորոշումները առաջ մղել, որովհետև ինչպես երեք ասեց, բայց հաճախ է այդ մասին ասում, որ այդ քաղաքացիների մեծ մասը կրում են գաղափարներ եւ մտքեր, որ մեզանից շատերը, այդ թվում եւ ինքը, հա, ինքն իր մասին պատմում է, որ ինքն էլ տարիներ առաջ այդ գաղափարների ու մտքերի կրողն է եղել ու իրեն հնարավոր է եղել բանավեճերի միջոցով, հանգամանքները բարձելու իմանալու միջոցով փոխել դիրքորոշում ու ինքը վստահ է, որ կարող է նաև վստահ է նաև, որ քաղաքացիներին կարող է համոզել եւ ընդհանրապես քաղաքական գործունեություն դրա մասն է, որ միմյանց մարդիկ համոզեն կամ եթե երկխոսության մեջ են մտնում կամ քաղաքացին պետք է վարչապետին համոզի կամ վարչապետը քաղաքացուն համոզի եւ ընդհանրապես մարդիկ երբ որ քաղաքական ուժի կիրառում չի, երբ որ վարչապետը բարձր ձայնով է խոսում, մարդը հասկանում է, որ իր առաջ վարչապետն է ուժային, այսպես ասենք, կարողություններով, իսկ ինքը խեղճ ու կրակ քաղաքացի։ Այս ձեր ասած դիտարկումները կարող եմ ընդհանուր առմամբ ընկալել, թե ինչ նկատի ունեք, որ այդ անհավասար կարող լինի, հա, իրական նույնիսկ ես ինքս, հա, երբ որ վարչապետի հետ բանավիճում եմ, ես այդ զգացողությունը ունենում եմ, որ ավելի ուժեղ բանավիճողի, հա, ու թույլ բանավիճողի միջև դա տեղի ունենում, նաև բաների բերումով, հա, այդ հանգամանքների բերումով, բայց նաև ընկալում է ընդհանուր առմամբ քաղաքական գործունեության նա է այնը դա մենք ոնց որ սովորել ենք նաև քաղաքական գործունեությանը հնդածը զուգահեռ համընթաց որ եթե դու ունես դիրքորոշում համոզմունք պետք է փորձես փաստարկներով համոզել ընդ որում վարչապետին համոզել բարդ չի եթե դու ունես համոզմունք եւ ես ուզում եմ ուշադրություն հրավիրել ձեր ասած այդ ամբողջ պատմության մեջ նրա վրա որ այո քաղաքացիները բանավիճում են վարչապետի հետ շատ հաճախ դա լավ է, դա վատ չէ։ Այլ հարց թե կներեք շատ լավ է, որ վարչապետը դիսկուրսի մեջ է մտնում քաղաքացիների հետ։ Ես իհարկե կարող է այսպես ժպտալ անցնել կամ արհամարել անցնել կամ ոնց որ նշանակություն չտալ անցնել, վարչապետի համար բոլոր քաղաքացիները բոլոր կարծիքները նշանակություն ունեն դրա համար ինքը խոթակցան մեջ մտնում է։ Ես համաձայն եմ, որ այն մնացած դրվագների հետ կապված մարզային այցերի չեմ ասենք կարող առանձին բացենք սկսենք խոսել երեկվա հետ կապված վարչապետը ընդունել է որ սխալ է եղել իր տոնը վերաբերմունքը բառերը միգուցե են տրված ներողություն է խնդրել եւ ես չգիտեմ եթե օրինակ մենք մի 300 անգամ այս հարցը քննարկենք եւ 300 անգամ այդ մասին ասենք ոնց որ ներողություն խնդրելուց անդի ես գիտեմ որ շատերը այսինքն այդ հակառակ բևեռից շատերը ցանկացած առիթ համարում են լավ պատճառ հրաժարական տալու բայց այս դեպքում ես ուզում եմ նաև քան որ նախընտրական շրջան է հա մի 70 եւ օրից կամ մի քանի օր ավել ընտրություն է լինելու մարդիկ իմանան որ գործ ունեն մի քաղաքական ուժի հետ որի անդամների ներկայացուցիչները կարող են սխալվել կարող են ընդունել սխալը եւ կարող են ներողություն խնդրել այդ սխալի համար եթե մունաթի տոնը մաթափ տալու տոնը չեմ հասկանում այս խոսակցության այդ բանը չէ բայցի իմաստը հիմա տրամաբանություն չի վարչապետի եւ քաղաքացիների եթե կա տեր ու ծառայի տրամաբանություն ապա այս պահին կառավարող թիմը ծառան է ժողովուրդը տերը եթե դա տրամաբանություն որովհետեւ ի վերջո մենք ենք իրանց դուրը գնում ժամանակ առ ժամանակ եւ խնդրում մեզ օգնել օրինակ պահել խաղաղությունը տեր կանգնել խաղաղությանը եւ այս պահին առնվազն այդ խոսակցությունների մեջ ակնհայտ է թե ով է տերը այս իրավիճակում բայց ագրեսիվություն է երբեմն նկատում վարչապետի հասկացա հիմա որ ոնց որ այս հարցը
երևի 6-րդ կամ 7-րդ անգամ եք տալիս։ Վարչապետը հրապարակային խոստացել է, որ նման այդ թեման պատմել է, որ իր համար դա ազգային թեմա է, որ ինքը չի կարողանում այդ թեմայի առանց էմոցիաների անդրադառնալ եւ խոստացել է, որ այսուհետ այդ թեմային, հատկապես այդ թեմային, որ ինձ թվում է հույս ունեմ կանրադառնալ։ Քիչ անց կանրադառնալ։ Այդ թեմային ինքը ավելի հանգիստ կփորձի վերաբերել։ Ինքը Էդ է խոստացել, այսինքն ես չեմ կարող հիմա բան անել, էլի, ոնց որ ուրիշ արձագանք չունեմ, քան այն, ինչ որ վարչապետը ասել է։ Վարչապետը ինքն է մեծացրել, չէ՞, այդ լայվը, եւ լայվով պատմել ինքը ինչ է մտածում։ Ինքը ներողություն է խնդրել ոչ միայն քաղաքացուց, այլ նաեւ այն մնացած քաղաքացիներից, ովքեր տեսել են դա եւ վարչապետը նույնիսկ ինքն իրենից է ներողություն խնդրել այն բանի համար, որ ինքը իրեն այդքան վատ է պահել, այսինքն նկատի ունեմ բանի այդ ձեր ասած բարձր տոնը քաղաքացու նկատմամբ չնայած ես ուզում եմ ասել, որ ոնց որ շատ հավասար պայքար էր էլի այդ դրվագում, այսինքն ես չեմ զգացել, որ քաղաքացին շատ բան է, շատ ընկճվում է դրանից, ինքը նույնպես չնայած այս այդ դեպքը չէ էլի, որ քաղաքացու դաշտը բան քարեր գցենք, ինչ որ է վարչապետը այդ մասին ասել է, այսինքն ես չգիտեմ հիմա մենք եթե մի ժամը կամ չգիտեմ 40 րոպեն, 30 րոպեն որ տրամադրել եք, այդ մասին անverջ կրկնենք, արդյոք դրանից բան կփոխվի կտեսնենք փոփոխություն վարչապետի վարքագծում նման նուրբ թեմաներից խոսել իմ ասածը այն չի որ կներեք իմ ասածը այն չի ոչ էլ որ վարչապետը կամ ԿՊԱ-ականները չխոսեն մարդկանց հետ այդ նուրբ թեմաներով չէ շատ լավ է երբ որ խոսում է եւ կենթանի դիսկուսիա հրապարակային պատմել է իր զգացողությունների, տպավորությունների, ռեակցիաների, էմոցիաների մասին, ասել է, որ ինքը պատրաստ է այդ թեմայից հանգիստ խոսել, եթե այդ քաղաքացին նույնպես կուզենա, եթե չի ուզենա կմերժի եւ մի քանի անեծքու հայհոյանքել հետը կնետի, ինքը խոնարհաբար կընդունի դա։ Այսինքն այդ տեքստը այդ խոսակցություն կայացել է։ Հիմա իմ ու ձեր միջև այդ խոսակցությունը ոչինչ չի փոխել։ Մի բան եմ ուզում ասել, ձեր այդ նախադասության մեջ ասացիք, որ սադրիչ է որակել ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենին, այդպես չի եղել, վարչապետը ասել է սադրանք է։ Որ այո, դա սադրանք է, նշանակում է սադրանք անողը սադրիչ է Տիկեղազարը։ Չէ, տարբերություն կա Ռոբերտ, քայլը սադրանք է, թե մարդ հարցազրույցի եւ ինձ հարցազրույցավար չանվարեք։ Ակնհայտ է, չէ՞, որ ես հարցազրույցավար եմ այս։ Կա տարբերություն արարքին գնահատական տալ եւ մարդուն գնահատական տալ։ Վարչապետը արարքին է գնահատական տվել, ոչ թե մարդուն։ Այս արձանագրենք, հետո եթե խոսական կարիք սադրիչ է կոչվում, ես ասեմ, դուք լեզվաբան եք, ամեն դեպքում ինձ լավ գիտեք։ Կա տարբերություն, երբ որ գնահատական ես տալիս մարդուն եւ արարքին։ Իսկ հրապարակային մարդուն նսեմացնելը կարծում եք հարիր է հանրապետության հետ։ Ես չեմ կարծում, որ վարչապետը հրապարակային նսեմացրել է, եթե կոնկրետ է ցեղասպանության ինստիտուտի նկատմամբ մասին եք խոսում, ես այդպես չեմ տեսել այդ իրավիճակը, ես տեսել եմ, որ ինքը պատմել է խնդիրը եւ ասել, որ ինքը խնդրել է մարդուն դիմում գրել, որովհետեւ սա դրանք է որակել այդ քայլը։ Ամեն դեպքում կարող է նման տպավորություն ստեղծել վարչապետի կողմից նսեմացման, բայց եկեք այս թեմը մի այլ կողմից էլ նայենք, Տիկեղազարյան օմբուդսմենը կոչ է արել հրապարակային խոսքի հաղորդակցության շրջանակներում ցուցաբերել անհրաժեշտ զգայունություն տեղահանված անձանց փախստականների նրանց իրավունքների հարցերի նկատմամբ կարող եք ամբողջությամբ կարդալ անհրաժեշտ է ապահովել որպեսզի հանրային դիսկուրսը չառաջացնի, չխորացնի նրանց խոցելիությունը այլ նպաստի համերաշխությանը։ Վարչապետը փաստորեն անում է հակառակը, լինելով պատասխանատու նաև երկրում մթնոլորտի համար, սա չի բերում արցախցիների ընդհանուր թիրախավորման, որովհետև մեկնաբանությունները, որ կարդում ես ղարաբաղցիներին հանեք մեր երկրից, շատ դաժան մեկնաբանություններ կային, ասեմ դες, սա ոնց որ չի սադրում վարչապետը հակա արցախցիական խոսույթ, այսպես ասած։ Ես համաձայն եմ, որ պետք է զգայուն լինել բոլոր խոցելի խմբերի նկատմամբ, այդ թվում փախստականների, որոնք առանց դել բարձրավոր խոցված են եւ հուզական այնպիսի վիճակում են, որ կարող է երբեմն նաեւ սխալ բաներ ասեն, բայց մենք պետք է ավելի հոգատար լինենք, քան եթե չլինեին այդպիսին այդ մարդիկ ու ես համաձայն եմ ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության հետ եւ ես կարծում եմ վարչապետի արձագանքը նաեւ այդ ինստիտուտի գնահատականի հետ էր կապված, չգիտեմ կարդացել էր թե չէ, բայց ըստ էության ոնց որ արձագանք էր նաեւ այդ ինստիտուտի գնահատականին, ես կարծում եմ որ մենք պետքա իհարկե լավ կլիներ, չնայած հույս չունեմ այդքան, որ պետքա խուսափենք փախստականների թեման
շահարկել եւ միմյանց հետ կոպիտ ասած փախստականներով կռվել էլի իրար այն մարդկանց ցավը քաղաքական օրակարգի մեջ դարձնել միմյանց հետ կռվելու թեմա։ Գնայք առանցատել գիտեք, որ հատկապես իշխանամետ տրամադրություն ունեցող քաղաքացիներ մի շրջանում, ես բացարձակ բան չեմ պնդի իհարկե, կա այդ տոնայնությունը, որ դե մնայիք կռվեիք, Ալեն Սիմոնյանները ասում վարչապետը կամ ասում էր փախածներով եւ այլն, խոսքի շարունակությունը այդքան էլ կարեւոր չի, հա։ Այսինքն մեղադրանք կա այս մարդկանց նկատմամբ, որ չեն մնացել, չեն կռվել, սա հավելյալ խոցում չի վերում Ղարաբաղցի, հայաստանցի տարանջատման, որ մենք ձեզ համար արել ենք ամեն ինչ, իսկ դուք ուրացել եք եւ այլն։ Արդյոք սա այսպես այդ ճեղքը, որ տասնամյակներ շարունակ հայաստանցի, ղարաբաղցի տարբեր քաղաքական գործիչներ գեներացրել են, ստացվում է վարչապետի ձեռամբ խորանում է։ Ես որպես իշխանության ներկայացուցիչ խնդրում եւ հորդորում եմ քաղաքացիներին ավելի հոգատար լինել միմյանց նկատմամբ, ոչ հայաստանցիները, որոնց նկատմամբ իդեպ նույնպես մեղադրանք կա հակառակությամբ եւ ոնց որ թե շարունակում է այդ խոսակցությունը, որ հայաստանցիներին, ընդ որում հայաստանցիների հատկապես ընտրություններին քաղաքացիական պայմանագրին քվեարկած մարդկանց, հա, ոչ թե ԿՊ-ին, ընդ որում երբ որ ԿՊ-ինն է գոնե դա հանդիսել է այդ մարդկանց եւ հակառակը միմյանց նկատմամբ այդ մեղադրանքը կա, բայց իրականում մեղավորները այս իրավիճակից չեն գտնվում Հայաստանում եւ Ղարաբաղից չեն եկել առնվազն հիմնականում, եթե ոչ որոշում կայացնողների շրջանակները թողնում եմ դուրս, հա, այն մարդիկ, սովորական մարդիկ, ովքեր գտնվում են Հայաստանում, ովքեր իրենց երեխաներին ուղարկել են ծառայելու Ղարաբաղում, ովքեր իրենց առօրյան կենցաղի բարեկեցությունը, սահմանները, ենթակառուցվածքները, ամեն ինչ, էներգետիկան, ամեն ինչ ներդրել են հանուն այդ գաղափարի, իրանք նույնպես իրանք խոցված են զգում այդ մեղադրանքներից, բայց իրենք էլ մեղավոր չեն, եւ մեղավոր չեն նաեւ Ղարաբաղցիները, ովքեր ըստ էության որոշումների կայացման վրա ազդեցություն չեն ունեցել եւ եկել են։ Այդ շատ կարեւոր ու ճիշտ բան ասացիք, երբեմն այսպես շփոթ կա ռազմաքաղաքական ղեկավարության, հա, Արցախի, որոնք այդ մեղադրանքը մեր հանրության ինչ-որ շերտում եղել է, որ մենք այսքան ռեսուրս ենք ներդրել, իսկ դուք հեկտարներով արտեր էիք ցանում եւ հարստանում էիք, հեկեր ունեիք, Արցախի բյուջեն ուտում էիք, կոռուպցիա եւ այլն, այսինքն այն ռեսուրսներ, որ համազգային ռեսուրսը տրվել է, դուք այսպես փոշիացրել եք կամ լավ չեք օգտագործել եւ այլն։ Դա կարող է օբյեկտիվ, այսպես ասենք, տարեր ունենալ այդ քննադատությունը, բայց կարծես այստեղ շփոթը գնում է այն մարդկանց նաև ուղղությամբ, կներեք, սլակները ուղղվում են այն մարդկանց ուղղությամբ, ովքեր եւս այդ համակարգից տուժացնեն, այսինքն այդ 150,000 անձինք, որ գտնվում են Հայաստանում, այնպես չի, որ նրանք այդ թալանից ինչ որ բան ունեն, էլի, օգուտներ, իրենք էլ են տուժել։ Ուզում եմ ասել, այստեղ որոշակի քաղաքական բանավեճը թիրախավորում է շարքային քաղաքացիներին, որոնք մեղավոր չեն։ Ճիշտ նույն կերպ, ինչ կերպ որ որևէ հարցում ես կպնդեմ, որ նաև իշխանությունները, որոշում կայացնողները այդ հարցում մեղավոր չեն եղել, բայց նույնիսկ եթե քաղաքացիները հակված են մեղադրել քաղաքական գործիչներին, բայց ճիշտ նույն կերպ, որ ընտրողներին Հայաստանի, հա, մեղադրել է տրամաբանական չի։ Ես եթե հնարավոր է իմ խոսքը ինչ որ մեկը կլսի եւ կազդի, ես խնդրում եմ միմյանց նկատմամբ հոգատար լինել, որովհետեւ ի վերջո այն ողբերգությունը, այն աղետը, որ հայերիս հետ տեղի ունեցել, անկախ նրանից մենք Հայաստանում ենք ապրում, թե Ղարաբաղում ենք ապրելիս եղել եւ հիմա գտնվում ենք Հայաստանում, այդ ողբերգության հեղինակները Հայաստանում չեն։ Իհարկե կարող են տարբեր դրվագներում եւ տարբեր իրավիճակներում մեղավորության ինչ-որ չափաբաժին ունենալ, մանավանդ որոշում կայացնողները, թե Ղարաբաղում, թե Հայաստանում, բայց հիմնական մեղավորները եւ կոնֆլիկտից հիմնական սնվողները, կոնֆլիկտից հիմնական օգուտներ ձեռք բերողները եւ այդ կոնֆլիկտը ընդդեմ հայ ժողովրդի օգտագործողները Հայաստանում չեն հիմնականում։ Դες պարագայում, երբ որ նման պնդում եք, վարչապետի վարկագիծը պետք է լինի միավորման վարկագիծ, ես համաձայն եմ եւ քիչ առաջ մենք այդ մասին խոսեցինք, որ վարչապետը կորցրել, մենք չենք կիսում ձեր վիշտը, այսինքն այդ հոգատարություն, որ դուք ասում եք, չերևաց վարչապետը հրապարակային խոսել է այդ մասին, ես կարծում եմ, որ վարչապետը բավականաչափ հոգատար է, բայց երբ որ ինքը էլի պատմեց այդ մասին, որ երբ որ իրեն այդ օրվա իրադարձությունները
այդ օրվա իրադարձություններին ինքը չի կարողանում սառը մոտենալ եւ խոստացավ, որ այսուհետ ավելի կառուցողական կլինի այդ խոսակցությունների ժամանակ եւ հույս ունեմ, որ այդ խոսակցություն կկայանա, որովհետեւ իսկապես այդ օրվա այդ ժամանակաշրջանի իրադարձությունները նույնպես վերլուծության կարիք ունեն, ի վերջո այն ձևից, հա, եթե անցնենք այն կողմ կամ ինչ որ վարքային ձևերից այն կողմ անցնենք, օրակարգը ինչի մասին է այս մարդիկ, այն մարդը, որ մետրոյի վարչապետի հետ բանավիճում էր, ուզում էր վերադառնալ։ Եկեք անցնենք բովանդակության հատվածին, ովքեր չեն դիտել զուտ նաև տեքստային հատվածով բերեմ, հա, վարչապետը ուզում էր քարտեզ նվիրել եւ մերժում եղավ, բռնկում տոնով ասում էր փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել, հետո կինը պատասխանում էր, որ մենք Արցախից ենք ուրիշ քարտեզ ունենք, վարչապետն արձագանքում էր, բայց ձեր տղան այս քարտեզում է ապրելու, դա հաշվի առեք, քաղաքացին միգուցե հիմա, բայց վարչապետը բայց չկա, մենք չենք թողնելու, որ ձեր գաղափարաբանությունը 3 կետ, քաղաքացին դուք չեք թողնելու, որ մենք մեր Արցախում ապրենք, դուք չեք կարող մեզ զրկել Արցախ վերադարձից։ Այ ինչ իրավունքով է վարչապետը մարդկանց զրկում Արցախ վերադարձի, չգիտեմ, իրավունքից, երազանքից, ցանկությունից, տեսլականից, այս մարդիկ իրավունք ունեն գոնե նման երազանք ունենալ։ Լավ առիթ է վերադարձի օրակարգի մասին խոսելու եւ ես կարծում եմ գոնե ոնց որ վատ դեպք է եղել, բայց կարելի է այս առիթը օգտագործել տարբեր քաղաքական ուժերից, տարբեր մարդկանց դիրքորոշումներ իմանալ, ընդհանրապես հանրային քննարկում ծավալելու այս մասին, որովհետեւ կարծես թե շատ խուսափողական է եղել մինչեւ այս պահը այդ թեման այդպես կողք ու բոլորով են անցել։ Խնդրում եմ ձեր պատասխանում Դուք հիմա ասելու եք, որ դա քաղաքականապես անհնար է, այն ուժերը, որոնք ասում են, որ ես կասեմ ինչ եմ ասելու։ Վերադարձնավոր է խախտում են չեք կանխատեսելու իմ։ Okay, ես ընդունում եմ, որ այս մարդկանց կեղծ սուտ խոստումներ են տալու եւ այլն, բայց մենք խոսում ենք մարդու ընկալումների մասին, հասկանալի։ Եկեք այս հարցը, եթե դուք ինձ թույլ տաք, ես գիտեմ, որ դուք շատ կարևոր հարցեր կարող ունենաք, բայց ինձ թվում է այս հարցին տենց արագ անցնելը վրայով այդքան էլ բան չի լինի։ Եթե դուք ինձ թույլ տաք, մի քանի մասի կբաժանեմ։ Նախ ուզում եմ ասել, որ երբ որ 23 թվականի սեպտեմբերի դեպքերը սկսվեցին Ղարաբաղում, ես հիշում եմ կառավարության դիմաց ցույցեր, ես մարդ եմ տեսել էլի, որ հիմա մեղադրում է, որ չենք թողնում վերադառնա, բաներ լայվը միացրել էր, հունքուր լացում էր, ասում էր բացեք, թող գան մարդիկ։ Իհարկե մենք չէինք փակել, որ մենք բացենք, բայց ի վերջո բացվեց, եկան մարդիկ։ Հիմա այդ մարդիկ եկել են, ուզում են հետ գնան։ Ուզում եմ ու այդ նույն մարդիկ, ովքեր ասում են բացեք, թող գան, ասում են խի բերեցիք, թողեք, կամ գնացեք վերադարձի համար պայքարեք։ Ես ուզում եմ մենք բոլորով մտածենք այն հարցի շուրջ, որ կան բաներ, կան հնարավորի սահմանում բաներ, որոնք մենք անընդհատ չենք ուզում անել։ Եվ հետո այդ դարձում ենք անհնար ու ընկնում այդ նախորդ հնարավորի հետևից, այդ նախորդ պատերազմի պատրաստվելի տրամաբանությամբ։ Երկրորդ բանը, որ ես ուզում եմ ասել, եթե դուք ուշադիր լսել եք, Իլհամ Ալիևը ամեն անգամ երբ որ ասում է, որ այստեղ գալու են ադրբեջանցիներ ապրեն, իրանք վերադառնալու են իրենց տներ եւ այլն, գրեթե ամեն անգամ կամ շատ հաճախ այդ խոսքին զուգահեռ ասում է, որ նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ ադրբեջանցիներն են գնալու Հայաստանում ապրել, նույն տրամաբանությամբ ղարաբաղցիները կարող են գալ Ղարաբաղում ապրել, ոչ ոք իրանց չի արգել այդ։ Սա մի հատ պատում է, որը քաղաքական իմաստով ստեղծված է մեր երկու երկրների շուրջ եւ ես վստահ եմ, որ այս պատումը հակակշռելու համար է, այսինքն ինքը սկզբում են ասում, հետո մյուսը, որպեսզի ցույց տա դրանց թեև կարող են մարդիկ ասել, որ դրանք համազոր չեն, համաչափ չեն եւ այլն, բայց այդ օրակարգը ինչի հարցից չի ամ։ Ես հիշում եմ օգոստոսի 8-ից օրեր անց ադրբեջանական մամուլում արտահոսք եղավ կամ հրապարակվեց, պաշտոնապես հրապարակվեց, որ այդ հասարակական կազմակերպությունը, որը ֆինանսավորվում է նախագահականից, իրենց հրահանգը իջեցվել Արևմտյան Ադրբեջան հասարակական կազմակերպության մասին է բան անել, փակել իրենց բոլոր ծրագրերը։ Եվ այն որ դա կեղծ լուր չի եղել, ապացուցում է նրան, որ բազմաթիվ ադրբեջանցի փորձագետներ այդ լուրի ջնջվելուց հետո, հրամանը չեղարկվելուց հետո
փորձագետներ, որոնք աֆիլիացված են նաև այնտեղ մոտավորապես այդպես է էլի, աֆիլիացված են նախագահականի հետ, իրանք պատմում էին, թե ինչու է այդ որոշումը կայացվել եւ հետո չեղարկվել, իրանք չեն խոսում այդ մասին որպես fake լուր, այլ պատմում էին, որ ինչ որ բան է տեղի ունեցել, որ ոնց որ որոշ ժամանակով հետաձգվել է այդ հրամանը եւ այլն, այսինքն եղել է այդպես բան։ Եվ ես կարծում եմ, որ Ադրբեջան քաղաքականապես պատրաստվում է հնարավոր բոլոր սցենարներին, թե հնարավոր վերադարձի խոսակցությանը, որին ի հակակշիռ սեղանին բան ունենա դնելու, թե հնարավոր փակելու թեմային, որովհետև մեր բանակցածը խաղաղության պայմանագրում մենք որևէ տեղաշարժ փորձել ենք թույլ չտալ որ լինի։ Գնեք դուք ես հասկացա ինչ եք ասում։ Իմ ասածը գիտեք որն է, որ կա պաշտոնական քաղաքականություն, կա բանավեճ ընդդիմության եւ իշխանության միջև, ասենք պարոն Քոչարյանի ուժը մի անգամ չի որ խոստացել է, որ Արցախցիները վերադարձնելու է Արցախ, նախ իրավունքը պետք է ամրագրել, հետո երաշխավոր գտնել, դա շատ բարդ գործընթաց է եւ այլն եւ այլն։ Հիմա մարդիկ կգնան կքվյարկեն ձեր օգտին, նրա օգտին, ով ուզում է որ Արցախցի վերադարձի թեման Արցախցի լինի, կգնան կքվյարկեն պարոն Քոչարյան, ովքեր համարում են որ փակ է Ղարաբաղյան կոնֆլիկտը, կքվյարկեն ձեզ օրինակ, հա, եւ հունիսի 8-ին մենք կտեսնենք արդյունքները։ Իմ ասածը գիտեք վարչապետի եւ Արցախցու պայմանական ասած հարաբերությունների մասն է, մարդ որը տնից զրկվել է, ունի երազանք, չի կարող չունենալ, դա մարդկային, այսպես ասենք, էմոցիա եւ մարդկային, չգիտեմ, տրամաբանություն է, հա, իրեն կարող է շատ չի էլ հետաքրքրում այդ քաղաքականությունը, հնարավոր է, անհնար է եւ այլն։ Ինքը ուզում է վերադառնալ իր տուն եւ բարձրաձայն խոսում է, պարտադիր չի դա ինչ որ Ադրբեջանի դեմ պատերազմ սադրելու տրամաբանություն լինի եւ այլն եւ այլն։ Ինձ թվում է իշխանության գրգռվել է այս թեմայից, հաճախ դրանից է գալիս, բայց արդյոք սխալ չի քաղաքացու այս կնոջ ցանկությունը վերադարձի մասին խոսել, ընկալել որպես սադրը կամ չգիտեմ, էլի, պատերազմի հրձգություն եւ այլն եւ այլն։ Վերացած մեջ երկու բան կար, այն շատ լավ տեղ հասակ նախընտրական շրջանում լավավոր էս խոսակցություն բացվել է, իդեպ 2 օր առաջ Ռոբերտ Քոչարյանը աշտարակում իր համախոհների հետ հանդիպման ժամանակ մի ղարաբաղցի կնոջով որ ասեց մենք ձեզ ենք ընտրելու, որովհետև գիտենք որ ձեզ ընտրելուց հետո կվերադառնանք Ղարաբաղ, արձագանքեց, որ այո, մենք վերադարձի իրավունք ամրագրել ենք, երաշխավորներ տանենք եւ փորձել ենք երաշխավորներ ներգրավել գետնի վրա, որպեսզի դուք կարողանաք այնտեղ այդ երաշխիքներով ապրել։ Ես նախ ուզում եմ ասել, որ ես հույս ունեմ, որ բոլորը հիշում են, որ բոլոր մարդիկ, ովքեր եկել են Ղարաբաղից, նրանք հիշում են, որ երաշխավորների հայացքների ներքո են եկել։ Եվ հետեւաբար ոնց որ այդ ցիկլը տառապանքի կրկնելու այդ արկածախնդրության մեջ ընկնելուց առաջ այդ տեսարանները հույս ունեմ կհիշեն եւ մի բան էլ կա որ էլի կուզեմ այդ քաղաքական դրվագի մասին ասեմ հետո նոր ոնց որ անհատական դրվագին վերադառնամ վերջին ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը շատ հետաքրքիր ձևակերպեց, այս մի քանի ամիս առաջ տեղի ունեցին, ինքը ասաց մենք վերադարձի իրավունքն ենք բանակցել։ Դա մի բան է, որը չի կարող Ադրբեջանը ասել ոչ դրա իրավունք չկա։ Եվ ինքը մեզ ի պատասխան դրա առաջաբերելու ադրբեջանցի փախստականների վերադարձի իրավունքը եւ այդպես խոսակցություն ոնց որ կոնֆլիկտը շարունակվելու է տրամաբանությամբ։ Ու բնականորեն երբ որ երաշխավորների գետնի վրա երաշխավորների մասին է հարց առաջանում քաղաքականապես, նույն հարցը առաջանալու է նաև Հայաստանի տարածքում, եւ սա Հայաստանի տարածքը վերածվելու է կոնֆլիկտի տարածքի։ Ես ուզում եմ, որ այս մասին մարդիկ իմանան այդ որոշումը կայացնելուց առաջ։ Երեք Ալեն Սիմոնյանի հետ մի քաղաքացիել վիճում էր, ասում էր, որ իսկական Հայաստանը դա Ջավախքով, Նախիջևանով, Ղարաբաղով, Արևմտյան Հայաստանով եւ Կիլիկիայով Հայաստանն է։ Հիմա եւ Կիլիկիայով։ Ես ուզում եմ, որ բոլոր քաղաքացիները հստակ իմանան, որ մենք իրենց համար չենք վերադարձնել Նախիջևանը, Ջավախքը, Ղարաբաղը, Արևմտյան Հայաստանը եւ Կիլիկիան, բայց մենք իրենց խոստանում ենք Հայաստան դարձնել զարգացող եւ անվտանգ երկիր։ Հայաստանը այն քարտեզով, որով ցույց ենք տալիս։ Եվ եթե խնդիր չկա, բայց մարդիկ պետք է իմանան, ոնց որ այդ խոստումը պատմեն, ով ինչ է անելու եւ ինչպես է անելու, ինչ գնով է անելու, ինչա տալու դրա դիմաց, որովհետեւ գիտեք Ռոբերտ, մեր ու մյուս քաղաքական ուժերի տարբերություն, մյուս նկատի ունեմ այդ հակառակ բևեռի, հա, այդ արանքի ուժերի մասին չեմ խոսում։ Տարբերությունն այն է, որ իրանք ասում են, եթե մենք կոնֆլիկտը շարունակենք, անպայման կգտնվեն գործընկերներ, ովքեր մեզ կօգնեն, կաջակցեն այս հարցում։
պատմում են այդ մասին։ Եվ ես համոզված եմ, որ աշխարհում կան երկրներ, ովքեր շահագրգռված են այս կոնֆլիկտը շարունակելու հարցում, եւ ես համոզված եմ, որ իրանք կգտնեն այդ գործընկերներին։ Այնպես չի, որ մենք կարծում ենք, որ չկան։ Պարզապես մեր ու իրանց տարբերությունն է նա, որ մենք աշխարհին խնդրում ենք, ասում ենք, օգնեք մեզ հաշտվել մեր տարածաշրջանում եւ գտնում են գործընկերներ, իրենք ասում են օգնեք մեզ կռվել եւ իրենք էլ կգտնեն ուրիշ գործընկերների այս տարածաշրջանում կոնֆլիկտը շարունակելու համար։ Ինչ վերաբերվում է անձնական ապրումներին մարդու, այդ զգայունությունը պետք է լինի մարդու, դա բնական իրավիճակ է, հոգեբանական եւ էմոցիոնալ բնական իրավիճակ է, ասենք մարդը, որ իր տնից բացակայում է երկար ժամանակ, օրինակ աշխատանքի բերումով Երևանում է բնակվում, բայց ինքը Գեղարքունիքից է կամ Շիրակից է, ինքը պարբերաբար այցելում է իր տուն, չէ, որովհետեւ ծնողներին այցելության կամ հարազատներին եւ այլն, որովհետեւ տան հետ կապվածությունը հայերին բնորոշ հոգեբանական իրավիճակ է եւ մարդիկ արկելել իրենց տների, իրենց երեխայի սենյակի, իրենց ծառերի, այգու մասին խոսել, նույնիսկ խոսել բարձրաձայն, այսինքն երբեմն դուք թվում է թե շփոթում եք Ռոբերտ Քոչարյանին եւ այս կնոջը, նրանք բոլորը նույն այսպես հարթության մեջ չեն գտնում։ Քոչյանը ուրիշ տուն ունի, քաղաքական գործիչ չէ, չէ։ Քոչյանին դուք կարող եք թիրախավորել որպես քաղաքական գործիչ, նա էլ ձեզ թիրախավորի որպես քաղաքական հակառակորդներ։ Ուզում եմ ասել հարթությունները երբեմն խառնվում են իրար, ասած։ Ընդհանրապես մարդիկ իրենց տան հետ կապված են եւ դա մենակ հայերին չի բնորոշ, դա երբ ամենաուժեղ կապվածությունն է մարդկային սոցիալական հարաբերությունների մեջ եւ ես համաձայն եմ ձեզ հետ, որ մարդիկ ուզում են վերադառնալ եւ տեսնել իրենց տները ու ոնց որ դա այս տարածաշրջանի հիմնական խոսակցությունն է հիմա ով որ պետքա վերադառնա, ով ինչ տուն պետքա նայի եւ ես նորից վերադառնալով ցավով պետքա արձանագրեմ, որ այս ֆոնին Ադրբեջանը ավելի բաց բան ունի, խոսույթ ունի, ասում է վերադարձեք, մենք էլ վերադառնանք, ինչ կա, ինչ խնդիր կա, մենք բազմազգ պետություն ենք, դուք դե մոնոէթնիկ եք եւ այլն, մենք էլ ասում ենք, չէ, ոչ մենք վերադառնանք, ոչ դուք եւ դառնում է, որ Հայաստանը ավելի կաղապարված է, պակասված երկիր է, քան Ադրբեջանը այս խոսակցության մեջ, մենք վատ ֆոնի ներքո ենք ներկայանում, որովհետեւ մենք գիտենք, որ դա բերելու է կոնֆլիկտի շարունակականությանը, բայց անցնենք առաջ։ Ինչա վարչապետը ասում քաղաքացուն ասում է երեխային տնավորվեք, չէ, ասում է տնավորվեք, այդ որ տան մասին խոսում եք, այսինքն տուն ունեցեք, թող ձեր տունը լինի Հայաստանը եւ կապվեք այդ տան հետ, սա առաջարկն է քաղաքական, նաեւ էմոցիոնալ, ակարահաճ։ Ճիշտ է ասում, եւ երեխային մի ագրեսիվ երեխային, այդ խոսակցությունը մինչեւ վերջ հույս ունեմ լսել եք, էլի ոչ թե մենակ այդ բանը 30 վայրկյանը։ Ապա երեխային մեջ պանդուխտի հոգեբանություն մի ներարկեք, ոնց որ հասկանալով, որ ավագ սերունդը այսպես թե այնպես կապվածություն ունի իրենց տների հետ եւ որոնք իրանք, բայց այդ երեխան փոքր է։ Այդ երեխան, չգիտեմ, սրանից 3 տարի առաջ շատ քիչ հիշողություն կարող է ունենալ, բայց այդ երեխային անդադ սովորեցնել, որ սա չէ քո տունն է, որտեղ դու ապրում ես, դա վնասարար է մարդու համար, հա, ինքը ամբողջ կյանքում այդպես սпасելի է, որ իր տունը վերադառնա, մանավանդ փոքրերի դեպքում։ Եվ երեխային ասում եմ, մի պանդուխտի հոգեբանություն մի ներարկեք։ Ես համաձայն եմ, որ իհարկե կարող է կարոտել, բայց չէ որ հնարավորություն կա այդ երեխային արմատներ գցելու այստեղ եւ ամբողջ կյանքում կան այդպիսի մարդիկ, հասարակություններ, համայնքներ, ովքեր իրենց ամբողջ կյանքը ապրում են վերադառնալու մասին մտքով եւ ոչ միտեղ չեն կարող կանգ առնել։ Այսինքն կայունանալ արմատներ գցել։ Այն առաջարկը, որը եւ քաղաքական է եւ սոցիալական ըստ էության, որ անում է վարչապետը այդտեղ, ասում է երեխաներին գոնե հասկանալի է մարդկանց մեծահասակների միջից այդ կարոտը չես անի, բայց երեխաներին եկեք գոնե չսովորեցնենք, որ սա իրենց տեղը չէ եւ իրանք իրենց տեղը չունեն այս աշխարհում, որովհետեւ Հայաստանը ի վերջո բոլոր հայրենիքն է, Հայաստանը հայ ազգի միակ պետությունն է, միակ ինքնորոշված պետություն է, եթե կուզեք, եւ սա այն տարածքն է, որտեղ հայերը պետքա եւ կարող են ապրել եւ արարել, ստեղծագործել, չգիտեմ, տնավորվել։ Ես գիտեմ, դուք արդեն 40 րոպե դա եք ասում եւ ես էլ արդեն այդ 40 րոպեը համաձայնում եմ ձեզ հետ համաձայնել է նաեւ վարչապետը, ձեզ հետ համաձայնել են բազմաթիվ մարդիկ, ձեր կարծիքը կրել է, Ռոբերտը, կրել եք դուք։ Չգիտեմ, ինչ է, խոնարհությամբ ընդունում եմ բարդությունը։ Ունի ասելու այդ կնոջը։
Չգիտեմ, վարչապետը հրապարակային ասաց, որ ինքը կուզենար այս հարցի մասին խոսել, լսել այդ կնոջ մեղադրանքները եւ վերապահումները եւ արձագանքել դրանց խոսակցություն, որպեսզի հանգիստ եւ կառուցողական խոսակցություն ստացվի, այն ուղիղ եթերը, որ ես տեսել եմ, ես չեմ հանդիպել իրեն եւ առանձին չեմ խոսել, հրապարակային իր տեքստից այն էր, որ ինքը կուզենար այս թեմայի մասին հնարավորություն ունենալ խոսել եւ կնախընտրեր ամենաարմատական տրամադրված, այսինքն այդ կնոջ հետ ամենաարմատական տրամադրված մարդու հետ խոսել, որովհետեւ ինքը ինչա նկարագրում, ինքը ասում է, որ այս մարդիկ այն նույն մարդիկ են, ինչ որ Նիկոլ Փաշինյանն էր 8 տարի առաջ, նույն մտքերն ունեն, նույն գաղափարները, նույն եղբայրը եւ հետեւաբար ես ուզում եմ այդ ճանապարհը վերափոխման իրար հետ անցնենք, իսկ միգուցե չստացվի եւ նաեւ ինքը նաեւ ասեց, եթե նույնիսկ մերժում եւ անեծքներ եւ վիրավորանքներ ստանամ, ես խոնարհաբար կընդունեմ դա, բայց այդ առաջարկը հնչեցնում եմ։ Շնորհակալություն զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Թագուհի Ղազարյանին։